Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Բարև ձեզ, պարոն Խաչատրյան, շնորհակալ եմ այսօր ընկալվելու համար։ Սիրով։ Խոսենք 3-40 րոպեով Հայաստանում գտնված ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումից Արադ Միրզոյանի հետ եւ ստորագրված փաստաթղթերից 3 փաստաթուղթ է ստորագրվել։ Մեկը Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիր է, մյուսը Հայաստանի եւ Ամերիկայի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը եւ նաեւ Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կարևորագույն հանքանյութերի հազվագյուտ հանածոների արդյունահանման եւ մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակագիր։ Այս 3 փաստաթղթերը ինչ կարևորություն ունեն, որովհետեւ իշխանությունը պատմական է համարում այս այցը։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանը, որ երեկոյան փիփերթով սուպ է ուտում, էլի իշխանություններն ասում են դա պատմական իրադարձություններ, Նիկոլ Փաշինյանը փիփերթով սուպ կերավ։ Մարկո Ռուբիոն 40 րոպե գտնվելով Հայաստանում լուծեց Հայաստանի հարավում առնվազն օգտակար հանածոների խնդիրը։ Հետը տարավ։ Երանի մի ժամ մնար Նիկոլ Փաշինյանին էլ հետը տաներ, հանքանյութերը կարող էր նաև մնալ։ Այսինքն հիմնական նպատակը հանքանյութեր։ Տեսեք, հիմա վերադառնանք մոտ մի տարի առաջ, հիշում եք Թրամփը ինչ էր ասում, Ուկրաինայից ինչ էր պահանջում, որպեսզի միջնորդեր կամ Ուկրաինային օժանդակեր, հանքերի հետ կապված։ Հանքերի հետ կապված խնդիրներ դնում, ասում էր, այսքան փող ենք տվել, ռեսուրսներով պետք է փակվես։ Եվ ուկրաինացիք ամուր գտնվեցին, ասեցին մեր ռեսուրսներն են։ Եվ մենք հիմա կռվում ենք ոչ միայն Ուկրաինայի համար։ Հիմա ռուս-ուկրաինական հակամարտության իմ գնահատականը կամ Ուկրաինայի քաղաքականության նկատմամբ գնահատականը ավելի ռուս-ուկրաինական պատերազմով չի սահմանափակվում։ Հիշում եմ Ուկրաինայի քաղաքականությունը Հայաստանի դեմ, Արցախի դեմ, Գուամ շրջանակներում, Ադրբեջան-Ուկրաինա երկկողմանի հարաբերություններում, Ուկրաինան Ադրբեջանի վարձկանների մեծագույն մատակարարն էր եւ այլն, բայց ամեն դեպքում պետք է ընդունենք, օրինակ Զելենսկին դրան չհամաձայնվեց։ Նիկոլ Փաշինյանին պետք եղավ 40 րոպե ընդամենը, որպեսզի համաձայնվեր։ Դա առաջի խնդիրն էր։ Ինչպես են լուծելու, ես իրոք չգիտեմ, որովհետեւ հանքերը այսօր կան, պետությունը ունի փոքրամասնություն այդ ձեռնարկություններում, օրինակ կհիշեք Նիկոլ Փաշինյանի գալով Հայաստանի թիվ 1 հարկատուն Քրոնիմետը անհասկանալի պայմաններում կորցրեց իր, այսինքն անհասկանալի պայմաններում իր բաժնետերերը փոխանցեց ռուսական Գեոպրոմանինգ ընկերության։ Գեոպրոմանինգն էլ իր բաժնետոմսերի մի մասը, քառորդը, կարծեմ, փոխանցեց իշխանություններին, կառավարությանը։ Հիմա անտեղ Հայաստանը ունի, եթե չեմ սխալվում, 15%, մոտ այդքան էլ, կարծեմ մի քիչ ավել մասնաբաժին ունի Լիդիանում։ Հիմա չգիտեմ Ագարակում ինչ որ մասնաբաժին ունի, թե չունի։ Դա ես հասկացա, պետությունը կարող է դա, բա մաժորիտար բաժնետիրոջ հարցը ինչպես են լուծելու, չգիտեմ, այսինքն գեոպրոմանինգից ինչպես են խլելու։ Չեմ բացառում, որ կլինի նույն մեխանիզմը, ինչ որ հիմա օգտագործում են հեծի դեմ։ Հիշում եք, անցյալ տարի էր, եթե չեմ սխալվում, գեոպրոմանինգի աշխատողները ցույց կազմակերպեցին, գործադուլ փորձեցին անեն, այսինքն այդ մեխանիզմը կարող է գործի։ Այսինքն պետականացնել, հա, ինչ որ խլել, այսինքն սովորական ռեյդերային խլել, իսկ ռեյդերություն անեն եւ խլել։ Ոնց որ հիմա ինչ ասում, չի ասում Գագիկ Ծառուկյան քեզնից Արարատի ցեմենտի գործանը խլել է, տունդ խլելու է։ Այս պայմաններում խոսել, ասել մենք ժողովրդավարություն ենք, շուկա ենք։ Լավ, ինչևէ, դա երևի ժամանակ կլինի նաեւ իր այդ ատելության խոսքին անդրադառնալ։ Սա մեկ, մյուս խնդիրը Թրիփն է, այսինքն, գիտեք, Նիկոլ Փաշինյանը անընդհատ ինչի մասին խոսում էր դեռևս 2001 թվականին։ Հիշում եք իր հայտնի հոդվածում ասում էր Միջանցք չտալը հայերի չուզողության հետևանքն է, Միջանցքը պետք է թուրքերին եւ ամերիկացիներին, Միջանցքը տանք փող աշխատենք։ Հիմա Միջանցքը տվեց, Միջանցքի կառավարումը տվեց ամերիկացիներին, որից օգտվել են թուրքերը եւ ադրբեջանցիները։ Ինչ է ստանում փոխարեն Հայաստանը, ոչինչ, որովհետեւ ասում են փող աշխատենք,
դա էլ է, այսպես ասած, փոզմիչ լինում, 1000 ներողություն եմ խնդրում, որովհետև հարկային արտոնություններ է ստանում այդ կազմակերպությունը, չէ՞ կառավարող ընկերությունը։ Չգիտեմ Նիկոլ Փաշինյանը դրա դիմաց ինչ ստացավ, բայց այն որ Հայաստանի ստանալիքը նույնիսկ գումարային, այդ չնչին գումարային տեսքով է դառնում շատ աղոտ, դա արդեն ակնհայտ է։ Այսինքն այս գործարքի ընթացքում Ամերիկայի դիրքերը հզորացան, նախ ինքը հասանելիություն ունեցավ ռեսուրսների, մյուս կողմից իրենք հայտնվեցին Իրանի հյուսիսում, հիմա ով է իրականացնելու այդ հսկայական տարածքի պաշտպանությունը, կարող է լինել օրինակ պահնորդական ընկերություն, որի աշխատողները լրիվ պատահաբար կարող է լինեն զինվորականներ կամ պայմանագրային կամ նախկին զինվորականներ զինված եւ այլն, հասկանալով ռազմավարական նշանակությունը, այսինքն Իրանի հյուսիսում կունենան ամենայն հավանականությամբ կունենան զինված ներկայացում։ Բայց Իրանից դեռևս արձագանք չկա։ Երեկվանից հետո նկատի ունեմ։ Որովհետեւ Փաշինյանն ասում է, իրենց համար էլ է լավ այդ ճանապարհը, մենք խոսել ենք բացատրել։ Իրենց համար լավ չէ, Իրանի համար չէ, օգտվելու չի, շահելու։ Ինչո՞վ է լավ, կասեք, այսինքն մարդիկ Իրանը շրջափակման ճանապարհների հարց ունի։ Մենք ունենք, բայց իրենք էլ կարող են օգտվել այս առևտրից։ Ինչի՞ համար իրանք են Ադրբեջանի հետ ճանապարհ ունեն, Թուրքիայի հետ ճանապարհ ունեն, շատ լավ գործում է։ Ստամբուլ, Թեհրան, Իսլամաբադ ճանապարհը, Իրանը նման խնդիր չունի։ Ջուլֆա երկաթուղին է գործում, Իրանով Մակույով դեպի ուրեմն Թուրքիա ճանապարհ է գործում, Իրանին դրանից ոչ մի օգուտման չկա, բայց այն որ իր հյուսիսում կտեղակայվեն ամենայն հավանականությամբ ամերիկյան եւ իսրայելական որոշակի ծառայություններ, դա իրանց չի կարող չանհանգստացնել։ Մյուսը իհարկե կշահի թուրքական պետությունների համագործակցությունը, Ամերիկան ավելի մեծ լծակ ունեն այդ կազմակերպության վրա եւ նաեւ իհարկե Ռուսաստանի դիրքերի գավիժումը, դեք են բայց հետո որ խոսակցություն եղավ Թրամփի եւ Պուտինի միջեւ, Պուտինն ասաց որ Ուկրաինային խփելու ենք, հիմա Ամերիկան այն սուսուփուս մտնում է Ռուսաստանի այն տարածքը, որ Ռուսաստանը համարում է իր ազդեցության գոտի։ Սա է խնդիրը, այսինքն ամերիկյան շահը ակնհայտ է, ադրբեջանական թուրքական շահը ակնհայտ է։ Արդյոք ունենում են անխոչնդոտ անցում մի տարածքով, որը վերահսկվում է ոչ հայկական կողմից։ Իրանք ունենում են անխոչնդոտ անցում, ելի եմ ասում, եւ Հայաստանը այդտեղ ոչ մի բան չի կարողանա անի։ Այդ թղթի վրա որ գրված է, գիտեք, Հայաստան անկախություն, ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, այդ կարծում եմ զավեշտ է։ Ես երեք գիշերը Facebook-ում մի բան գրեցի, պատմություն էին պատմում, որ Սովետի թվին, երբ Պարույր Սևակի անդրելի զանգակատունը Գլավլիտը, այսինքն հիմնական գրաքննիչը սովետական չէր թողում, որ տպագրվեն, Հայկոմկուսի առաջի քարտուղար Սուրեն Թովմասյանը մոտ նկանչում Պարույր Սևակին, ասում է դե տղաճան գիտես, խառը ժամանակներ են էլի այդ քվոտանավորի մեջ, Լենին, պարտիա, ռևոլյուցիա, պրոլետարիատ, այնպես մի երկու հատ խոտ բան գրի, որ թողեն տպենք էլի։ Հիմա նույնն է, կարդում ես, գիտեք, առաջին նախադասությունից վերջին նախադասություն Հայաստանի ինքնիշխանության նվազեցման մասին է խոսքը գնում, բայց sense մեջը ճխտել են անկախություն, ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, որ Նիկոլասը տեսեք էս բառերը, բանալի բառերը կան, մնացածը մի կարդացեք, այս սա կա, չէ՞, օրինակ այսօր էլ ասած, ովքեր որ ստորագրեին այդ մի քանի բառի տակ, ես նրանց հետ պայմանագիր կգնքեի։ Հիմա գիտես, չէ՞, ինքնիշխանություն, իրավազորություն, այդ տրյուկը նաև ժուրնալիստներն են, չի անում, այսինքն sense հիմա ճչուն վերնագիր են դնում, որտեղ գիտեն, որ մարդկանց մեծ մասը վերնագիրն է կարդում, տեքստը կարող է չկարդան։ Հիմա այդ որպես նախկին ժուրնալիստ այդ նույն տրյուկն անում, այսինքն Հայաստանի անկախություն, իրավազորություն, տարածքային ամբողջականություն Ադրբեջանից բացի որևէ մեկը արձականի տակ չի դրել, այնպես որ թող չգա ասի, ով որ տենց բան ասել, մենք դրա թղթի տակ կստորագրենք։ Թենևս սա է, հիմա Հայաստանը ինչ ստացավ, Հայաստանը ինչ ստացավ, Հայաստանը բացարձակապես ոչ մի բան չստացավ, զիջում էր ինքնիշխանությունը, զիջում է իր ինքնիշխան իրավազորությունները, երրորդ կողմին է նման իրավունք է տալիս ազգային հարստություն համարվող օգտակար հանածոների շահագործման իրավունք է տալիս։ Շահես Նիկոլ Փաշինյանը, որ Ռուբիոն եւս մի անգամ ասաց, որ աջակցում է այս թիմին։
Բայց ես հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանին սպասում են նույն ճակատագիրը, ինչ որ Վիկտոր Օրբանին։ Չէ, Օրբանի դնել ընտրություններից մի ամիս առաջ ամերիկյան կողմը իր աջակցությունը հայտնեց։ Այո, հունգարացի ժողովուրդը ուղղակի սենց Օրբանին ուղարկեց Ալիևի մոտ, որչապես Օրբան, Ալիև իրանք էլ չէ, իրանց մեջ սեր եւ եղբայրություն։ Կարծում եք աջակցելու համար էր եկել ընտրություններից առաջ։ Չէ։ Նաեւ Չէ, եկել էր օգտակար հանածոների տարածքի, եկել էր օգտակար հանածոների տարածքի համար, ռազմավարական ճանապարհները վերահսկելու համար, ձեռի ետել Նիկոլ Փաշինյանին ասեց, սա դեսնանք լավ տղերք են։ Հիմա Նիկոլ Փաշինյանին կարևոր է տալը չէր, կարևորը որ ասեց, չէ, լավ տղերք են։ Ամերիկյան կողմն էլ չէ շատ լավ հասկանում, որ Նիկոլ Փաշինյանը նենց չի, որ հավերժ մնալու է եւ կարող է 10 օրից Նիկոլ Փաշինյանը գտնվի Բաքվում։ Եվ այդ պատճառով քանի կա փորձում է տանել ինչ որ հնարավոր է, սա է խնդիրը։ Իդեպ այսօր Փաշինյանը ասում էր, որ Մեղրիից երկաթուղին վերաբացվելու է մինչև Երասխ, որից օգտվելու են նաև ադրբեջանցիները, Նախիջևանից Ադրբեջան են գնալու, բայց ասում արևմուտքից արևելք ոնց են գնալու բեռները, եւ Հայաստանում կար պատրաստի երկաթուղի, որը հայկական երկաթուղին է, ռուսական կոնցեսիայի ներքո է եւ Ռուսաստանը բարդ պատժամիջոցների հարաբերություններ ունի արևմուտքի հետ, եւ սա է պատճառը, որ մենք ասում ենք, որ փոխենք կոնցեսիումը եւ տանք այլ երկրի, որպեսզի կարողանանք նաև այդ խնդիրը լուծել։ Այս խնդիրը հետեւյալ հարցը, իսկ ով ասեց, դուք տեսել եք որ ինչ որ մի կողմ, ասկան Ադրբեջանից է դա կախված, որ Ադրբեջանը հայտարարի, որ գործելու է Սադարակ Երասխ երկաթուղի։ Դե չէ, ասում։ Նայեք, որպեսզի դուք հասկանաք ընդհանրապես մեր հեռուստադիտողները կամ հիմա չգիտեմ ինտերնետադիտողները հստակ պատկերացում կազմեն երկրների հեռա ռազմավարական շահերի մասին։ Պետք է նայեն ներդրումային ներդրումների, ներողություն խնդրում, ենթակառուցվածքային ներդրումների պատկերը։ Գործում է Ստամբուլ, Թեհրան, Իսլամաբադ ճանապարհը։ Գործում է Կարս, Թբիլիսի, Բաքու ճանապարհը։ Կառուցվում է Կարս, Իգդիր, Արալիկ, Դիլիջու, Նախիջևան, Հորադիս ճանապարհը։ Ադրբեջանը փոխկապակցվածության խնդիր չունի, ինքը շատ հանգիստ իր բեռները կարող է արևմուտքից տեղափոխել արևելք, լավ, այսինքն Թուրքիան, լավ սենց ասեմ, եւ Ադրբեջանը։ Բաքու Թբիլիսի Կարս ճանապարհով, հետո դա կարող է գնա եւ միանա, ասենք Միջին Միջանցքին եւ այլ, կամ Տրանսկասպյան Միջանցքին, ոնց ուզում եք անունը դրեք։ Հյուսիս-հարավ խնդիրը չունի, նախ հյուսիս-հարավ ճանապարհը կա եւ երկրորդը նշեցի, մյուս ճանապարհները կա։ Հիմա պատկերացրեք դուք բիզնեսմեն եք, լավ։ Ուզում եք ապրանքը տեղափոխեք A-կետից B-կետ, Ադրբեջանից ընդհանրենք Թբիլիս։ Կա կարճ ճանապարհ Բաքու-Թբիլիս։ Եթե դու գնում ես Ադրբեջանի հյուսիսով, եթե դու Ադրբեջանի հարավում ես գտնվում, կա մյուս ճանապարհը, նշեցի, Հորադիս, Նախիջևան, Դիլիջու, Արալիկ, Իգդիր, Կարս։ Այս ճանապարհը կա, ինչի պիտի հանկարծ Ադրբեջանը կամ Թուրքիան որոշի, որ պետքա լավ Թուրքիան Կարսից եկավ Գյումրի, հետո ուր գնա։ Եթե պիտի գնա դեպի Վրաստան, հենա Բաքու Թբիլիսի Կարսը կա, ասկան Թբիլիսի Կարսը կա։ Եթե պետք է հարավ գնա Ադրբեջան, այդ դեպքում գործելու է մեզ նոր ասած ճանապարհը։ Այս ճանապարհը կրկնում եմ, տնտեսական առումով ոչ մեկին պիտանի չի։ Այդ որ ինքը առաջարկում ասում է Սադարակ, Երասխ, Սադարակ, Գյումրի, Ախուրիկ։ Լավ, այսքան սենց ոնց որ երկրաչափության մեջ գնանք, ներքնաձիգով այդ ճանապարհը կա։ Ինչ իմաստ ունի երկու էջ կառուցում առաջարկում կամ ուղղակի առաջարկե մնալու ինչ որ գործողություններ չեն լինելու։ Մյուս խնդիրը կա, եթե Հայաստանի, տեսեք խնդիրն ինչ է, երբ իրանք խոսում էին իրանց խաղաղության խաչմերուկ, ֆլան եւ այլն, եւ հատկապես օգոստոսի 8-ից հետո մենք ինչ էինք քննադատում, ասում ենք այդ թրիփը, նույնիսկ եթե ռելսերը ոսկուց լինեն, Հայաստանի ապաշրջափակման հարցը չի լուծում։ Եթե դու տալիս ես ռազմավարական նշանակության այդ հատվածը, բացում ես Ադրբեջանի եւ Թուրքիայի առաջ, իրանք էլ պետք է քո համար բացեին Սադարակ, ներողություն, Երասխ Սադարակ հատվածը, որպեսզի հայը հնարավորություն ունենար օրինակ Մեղրիից գնար հասներ Երևան
կարճ ճանապարհով, այլ ոչ թե ավտոմոբիլային ճանապարհով, այլ գնացքով։ Մյուսը պետք է որոշվեր արդեն Գյումրի Կարս հատվածը, որ Թուրքիայի հետ ճանապարհը բացվեր, եւ ամենակարևորը պետք է բացվեր Իջևան-Ղազախ ճանապարհը, որտեղ Իջևան-Ղազախ ճանապարհը մեր համար ամենակարճ եւ ամենակարևոր ճանապարհն է։ Դրանով դու կարող ես գնաս դեպի արևելք, հետո բարձրանաս Ռուսաստան, դեպի Դերբենտի կողմերը, դեպի Մախաչկալա։ Լավագույն տարբերակն իհարկե, երբ Ռուսաստանի եւ Վրաստանի միջև հարաբերությունները բարելավվեն եւ սկսի գործել Սուխումի-Թբիլիսի ճանապարհը։ Այս դեպքում արդեն մենք որ դուրս գանք Վրաստան, այդ ռուսական շուկան մեզ համար շատ ավելի էժան կլինի հասանելիությունը դեպի ռուսական շուկա։ Հիմա ռուս-վրացական հարաբերությունների ջերմացման ֆոնին մենք տեսնում ենք հայ-ռուսական հարաբերությունների խիստ սառեցում, ասենք այդ պոտենցիալից մենք հրաժարվում ենք։ Իսկ լավագույն տարբերակը այն կլիներ, որ գործեր 2007 թվականի դեկտեմբերին նախագահներ Քոչարյանի եւ Ահմադինեջադի իրականացվեր այդ փոխըմբռնման հուշագրի մտադրությունները, որով կառուցում էր Հայաստան-Իրան երկաթուղին, հետո արդեն Հայաստան-Վրաստան եւ Ռուսաստան։ Բայց ցավոք սրտի, ուրեմն ռուս-վրացական պատերազմի հետևանքով այդ պրոյեկտը դեռևս չի իրականացվել, ընդհանրապես դեկտեմբերի 97-ին ստորագրվեց, օգոստոսին տեղի ունեցավ պատերազմը, բայց այնտեղ հարաբերությունները հարթեցման, ուրեմն նշույլներ տեսնում ենք, կարևոր է, որ Հայաստանը կարողանա այդ հնարավորություններից լիարժեք օգտվել։ Իսկ այդ երկաթուղու մասով ինչ է լինելու կարծում եք, որովհետև Ռուսաստանը փաստացի ասում է, որ իրենք ներդրումներ են մեծարել եւ չեն ցանկանում, որպեսզի կոնցեսիոնը փոխվի։ Հիմա ինչ են անելու այս դեպքում։ Չէ, դե կոնցեսիոն պայմանագիր ունես։ Դա պարտադիր պայմանագիր է։ Ոնց են խզելու։ Հենց դա է հարցը։ Ինչ ուզում են գնան առևտրային պատերազմը Ռուսաստանի։ Հիմա մենք տեսնում ենք ինչ է կատարվում սահմանային անցման կետերում, այսինքն հարյուրավոր, եթե ոչ հազարավոր ֆուրեր, դա բեռնատարներ, արագ փչացող բեռներով բեռնավորված չեն կարողանում անցնել։ Հիմա եղանակը ճիշտ է, մի ամիս հետ է ընկել, բայց որ Ծիրանը հասնի, Ծիրան ինչ են անել։ Արարատ Միրզոյանն ասում է, միշտ էլ այդպիսի բաներ եղել են։ Դուք մամուլը կարդացեք, տեսեք նախորդ տարիներին էլ միշտ էլ եղել են այդպիսի խնդիրներ Ռուսաստանի հետ։ Այս ամեն ինչը պայմանավորված չէ նրանով, որ իրենց հարաբերությունները վատ են Ռուսաստանի հետ։ Խնդիրները միշտ էլ եղել են, խնդիրների մեծության եւ սրության մասին է խոսքը։ Այո, որոշակի խնդիրներ միշտ էլ առաջացել են։ Ես միշտ եմ ասել, ձեր տաղավարում էլ եմ ասել, որ Ռոսպատրեբնadzor, Ռոսալկոգոլնadzor, Սելխոզնadzor, դրանք բոլորը արտաքին քաղաքական գործիքներ են եւ երբ հարցեր են առաջանում, հանկարծ մեր գյուղատնտեսական ապրանքների մեջ ինչ-որ մի բան են գտնում։ Դա օրինակ դիտրայի լաբորատորիաները, չէ՞, կենսաբանական լաբորատորիաների հարցը առաջացավ, այնտեղ գտան օրինակ պաթոգեններ եւ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները երբեք այսքան լարված չեն եղել։ Եվ դա է պատճառը, չէ՞, այս իրավիճակը լարվում է, սահմանում փակվում է։ Էլ եմ ասում, դա միշտ է եղել։ Նու բացի իհարկե կլիմայական պայմաններից, բայց այս վիճակը երբեք չի եղել։ Այս պոտենցիա, այս հնարավոր զարգացումը երբեք չի եղել։ Ինչով է պայմանավորված Զելենսկու հայտարարություններով, Եվրամիության ներկայացուցիչների այստեղ գալով, թե այլ խնդիրներ կան ամեն դեպքում եւ Ռուսաստանը դրա համար Եվրամիություն եւ ամեն ինչ իրանք այդ ընդհանուր ոնց որ պատկերացեք, sense մալուխ է, որտեղ բազմաթիվ բաներ են, հոսանքալարեր են անցնում, դա։ Մի մասը Զելենսկու հայտարարությունն է, մի մասը Մարտակոսի հայտարարությունն է, մի մասը, չգիտեմ, Լիտվայի արտգործնախարարի հայտարարությունն է եւ այլն։ Բայց խնդիրը նրանում է, որ եթե դու ասում ես ես գնում եմ դեպի Եվրամիություն, օրենք ես ընդունում, եվրոպական ինստիտուտները, հաստատությունները գովում են այդ օրենքը, դու այդ օրենքը կոչում ես պատմական, մեր քաղաքակրթական կողմնորոշման խնդիր, դրանով իհարկե ռուսական շահերին դու վնաս ես հասցնում։ Հիմա եկեք ճիշտ հասկանանք։ Մենք անկախ պետություն ենք, մենք կարող ենք անել ինչ որ գտնում ենք ճիշտ։ Ռուսաստանն էլ անկախ պետություն, ինքն էլ կարող է անի ինչ որ գտնում է ճիշտ։ Հիմա իրենք կարող են գնան Հայաստանի դեմ առևտրային պատերազմ։ Արգել են օրինակ վերանայեն ռուսական գազի մատակարարման պայմանագիրը։ Շատ ավելի սկրուպուլյոզ կամ շատ ավելի նենց բծախնդիր կերպով ստուգեն Հայաստանից գնացող արտադրանք։ Չէ՞ կարող են ասում են, կարծում ենք այս ջրի մեջ ինչ որ
հարուցիչ կա, բակտերիան։ Դեռևս այսպիսի խնդիրներով են սկսել եւ ՀԱՏՄ-ից դուրս գալու կամ հանելու մեզ այդ մասին դեռևս այդպես վերջնական որոշում չունեն, որովհետեւ Օվերչուկը այսօր այդպես էր ասել, որ հանելու հարցը ես մի քիչ ուրիշ ձև եմ պատկերացնում հիմա։ Այնտեղ կա Ղազախստանը, որը թուրքական պետությունների կազմակերպության ակտիվ անդամներից մեկն է։ Ըստ մամուլում եղած տեղեկությունների դեմ է եղել, որպեսզի մեզ հանեն ՀԱՏՄ-ից։ Բան մասն է դեռ շատ ավելի շուտ, մասը մինչև եւ մամուլում այդ տեղեկությունները երբ են հայտնվել այսօր երեք։ Մի քանի օր առաջ։ Մենք շատ ավելի շուտ ենք դրա մասին ասում, որ Ղազախստանը հավանաբար ասին ցույց տա որ ինքը դեմ է քվեարկել, որովհետեւ ՀԱՏՄ-ում որոշումները ընդունվում են կոնսենսուս։ Բայց փոխանակ դու չես կարող չի պարտադրես Ռուսաստանին, որ գազը քեզ վաճառի 170,000 եւ 170 Դե ասած։ Մենք դուք եք այդքանով ստանում։ Հա, բար չես կարող պարտադրես։ Մյուս խնդիրը մարդն ասում է, ես իմ շուկա գալիս է կոնյակ, ես բացում տեսնում եմ, որ դա դրանք հայկական կոնյակ չի, դա ինչ որ միտեղից բացած սպիրտ է, որը Հայաստանում ուղղակի շշալցել են, գույն են տվել ուղարկում են։ Կամ մենք գիտենք, որ Հայաստանում ընդհանրենք այդքան ցանցատարածություններ չկան, որ այսքան լոլիկ կամ այսքան ծաղիկ հնարավոր լինի արտադրել։ Այսինքն Թուրքիայից առնում եք, մեր վրա ուզում եք վաճառեք, օգնում եք շրջանցել սանկցիաներ։ Այս խնդիրները շատ ավելի բարդ են, որտեղ ֆորմալ մասնակցություն, հա, ֆորմալ մասնակցություն, բայց իրական հետևանքները ֆորմալ մասնակցությամբ չեն պայմանավորված։ Եվ իդեպ մյուս խնդիրն էլ ստեղ ասեմ, Հայաստանը ՀԱՏՄ-ի արտաքին սահմաններն են։ ՀԱՏՄ-ն է իր արտաքին սահմաններում ռեժիմը ստուգում, պահպանում։ Հիմա եթե ստեղ գան երրորդ երկրի սահմանապահ կամ մաքսային մարմիններ, դրանք ինչպես են թղթակցելու ՀԱՏՄ-ի հետ։ Վաղ թե ուշ ՀԱՏՄ-ի դուրս գալու խնդիրներ է գալու։ Եվ հայտնի չէ առաջինը Հայաստանը կասի դուրս եմ գալի, թե ռուսները կասեն դուրս եկեք։ Բայց այն որ այս տնտեսական կառուցվածքի չունի դեռևս, գոնե այդպես են խոսում։ Հասկաց։ Հիմա բարձա չէ իրար զանգել են, խոսել են եւ այլն։ Վերջիվերջով կա հրապարակային դիվանագիտություն, կա խորքային դիվանագիտություն։ Այսինքն այսօրվա էկոնոմիկայի կառուցվածքի պայմաններում, երբ դու չունես մրցունակ արտադրանք, որը կարող ես վաճառես Եվրոպայում, կորցնել քո հիմնական սպառման շուկան եւ էներգակիրների հիմնական մատակարարման շուկան, դա ողբերգություն կարող է լինել։ Եվ պատահական չի, որ հենց այս ֆոնում մեկի անկարգ թուրքերը մեջ ընկան, չէ՞, մենք սկսում ենք Հայաստանի եւ Թուրքիայի միջև ուղիղ առևտրային հարաբերությունների կարգավորման գործընթաց, նախապատրաստական աշխատանքները վերջացրել, ինչ է նշանակում Թուրքիայով միշտ էլ Հայաստան ապրանքի էր գալիս, թուրքերը շատ լավ գիտեն, այնտեղ գրած է Վրաստան, ապրանքը գնում էր Վրաստանում բեռնագրերը փոխում են, գալիս է Հայաստան, հիմա ասում են մենք արդեն վերջացրել ենք, կարող ենք թույլ տալ, որ Թուրքիայով դեպի Հայաստան ապրանքները որ գնում են, բեռնագրերում գնեն վերջնական նպատակակետ Հայաստանն է լինելու։ Դա ոչ մի ազդեցություն, ոչ թե էական, ոչ մի ազդեցություն չի ունենալու։ Ավելի շատ քաղաքական հայտարարություն։ Այո, որովհետև նույն Էրդողանը տարեվերջին, թե տարեսկզբին, անցյալ տարեվերջում, թե այո, ասել ենք խորհրդանշանական քայլեր են կանել, որ Նիկոլ Փաշինյանի ընտրվելու հավանականությունը մեծացավ։ Իդեպ այսօր Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ ասում էր, որ Հայաստանի ժողովուրդը պետք է ունենա այլընտրանք մնա ՀԱՏՄ-ում, թե Եվրամիություն գնա։ Այդ ես չեմ որոշելու, հզորն է որոշելու Հայաստանի Հանրապետության քաղաքացին, այսինքն ստեղծության հանրակրվեի մասն է նա։ Տեսեք, այստեղ շատ հետաքրքիր է, Նիկոլ նախ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է որոշի, դա ես հասկանում եմ։ Մյուսը դու այսօր այլընտրանքին համար չես ստեղծես, կրկնում եմ, այն հոլանդական վարդերը, որոնք Հայաստանից գնում էին դիցուկ Մոսկվա, դու այդ հոլանդական վարդերը Ամստերդամում չես կարողանա վաճառես։ Ոչ էլ Վարշավայում կարող ես վաճառես, որովհետև Վարշավան կարող է այդ վարդերը գնի ուղղակի Ամստերդամից եւ շատ ավելի էժան գնա։ Մյուսը ժողովուրդը պիտի որոշի։ Տեսեք, շատ հետաքրքիր է, դուք ասեք հանրաքվեն։ Նիկոլ Փաշինյանը 21 թվականին մի խոստումով, չէ, եկավ իշխանության։ Շուշիի դեօկուպացիա, անջատում հանուն փրկության, ցեղասպանության հետապնդում, ցեղասպանության ճանաչման ջանքերի շարունակություն։ Հիմա այդ ամեն ինչից հետ է կանգնել, եւ մենք միշտ ասում ենք, դու արդեն լեգիտիմ չես, որովհետեւ դու ինչ ժողովրդին խոստացել ես, ինչի համար դու քվե ես ստացել, չես անում, հետեւաբար Արցախի հարցն էլ ասում են հանրակրվեով պետք է լուծվի։ Չես կատարել։ Ի նկատի ունեմ ինչ է, չէ՞, այսինքն ինքը խոստումներ է տվել, հիմա այդ խոստումները չի կատարել։
որ հարցնում ենք, ասում ենք, չես կատել, ասում ես, մենք ժողովրդի մոտ գնացինք մի ծրագրով, ժողովուրդը այդ ծրագիրը չընդունեց, մեզ խաղաղություն բան անելու, խաղաղություն հաստատելու հանձնարարություն տվեց։ Հիմա ո՞նց է որոշում ժողովուրդը քեզ ինչ է ասել, ովքեր են այդ ժողովուրդը։ Չէ՞ խորհրդանում կառավարության ծրագրի կատարողականի ժամանակ ինչ ասաց, ժողովուրդը էս մի կողմ դրեց, մեզ ասեց գնա այս բանն արա։ Հիմա Նիկոլ Փաշինյանն ասում է ժողովրդը ինձ է քվեարկել, նշանակում է ես ինչ անեմ, ժողովրդի մանդատով եմ անելու։ Այսինքն վաղը որ Նիկոլ Փաշինյանը Աստված մի արածը վերարտադրվեց, ինչ ուզենա կասի Հերմինե անունով, կինս երկրում չպետք է լինի։ Որ ասես չէ ախր ոնց պիտի ասի ժողովուրդն է ես քվեարկել, որ ես Հերմինե անունով կանանց գոյությունը Հայաստանում վերացրել եմ։ Կարգել եմ։ Հիմա դու կանգնելու ես ընտրության առաջ։ Կամ մնալու ես Հերմինե կամ Հայաստանից։ Այսինքն ճնշումներ են լինելու։ Կամ մնալու ես Հերմինե բաց Հայաստանից դուրս, ոնց որ Տավրոս Սափյանն էր մարդկանց վախացնում եւ պատկերացրեք որ դրա համար որևէ քրեական գործի նկատմամբ չի հարուցվել, կամ էլ ձեր անունը պետքա փոխեք, օրինակ դառնաս Լեյլա։ Կամ Գյուլչատար, կամ Զուլֆիա, չգիտեմ դու հրաժարվում եմ անունը փոխել։ Որը պետքա Նիկոլ Փաշինյանից հրաժարվես։ Մերժում ես սատանային։ Ընդունում ես Աստծուն։ Մերժի սատանային 2026-ին, մերժի 16-ին։ Եվ հիմա այդ հնարավորությունները դուք տեսնում եք իսկապես իշխանափոխության եւ երեք օրինակ Արադ Միրզոյանը ասում է որ դուք ձեր դարդելացեք, ձեզ է ասում, մեր վարկանիշը բարձր է, Դավեսկի պես հայտնվել էիք խորհրդարանում, աչքիս հիմա էլ եք այդ վիճակում, հիմա էլ ենք այդ վիճակին ականատես լինելու։ Դե ծնգլ արեց էլի Արադ Միրզոյանն արդեն։ Թող գնա իր տունը փոշե կուլլանի։ Իր գործը չի արտաքին հարաբերությունները, հարամել է ամեն ինչ որ կարող։ Եթե մենք հնարավորություն չտեսնենք, ինչի ենք ընտրություններին մասնակցում։ Ինչ ենք ժողովրդին կոչ անում գնալ եւ մերժել Նիկոլ Փաշինյանին, մերժել պարտությունը, մերժել Ալիևին։ Քվեարկել Նիկոլ Փաշինյանին նույնն է թե քվեարկել Իլհամ Ալիևին։ Այնպես որ 2026-ին մերժենք 16-ին։ Իսկ այն հանգամանքը, որ երեք Արադ Միրզոյանը ասում էր, որ հանդիմությունից պետք է պարզենք, թե ով որտեղի շպիոն է։ Այս մասին չկասեք։ Իրանք որտեղի շպիոն են, արդեն իրանց համար պարզ է, հա։ Արաբատ Միրզոյան, հա, եթե չեմ սխալվում։ Հա, Արաբատ Միրզոյանը, չէ՞։ Դե թող իրանք նայեն, ով ինչ որտեղի շպիոն է, ակնհայտ է իրանք, որ երկրի շահերն են պաշտպանում։ Ակնհայտ է։ Դեռ մի հատ էլ ասում են, եթե հանկարծ մեզ չքվեարկեք, մեր մեծ ախպեր Ալիևը կգա ձեր վրա կռիվ։ Իսկ այս լրտեսների փնտրտուքը ինչ բացատրություն ունի կամ հայտարարությունները անդադ այս մասին խոսելը, կարծիք ձևավորելը։ Էմնե ջան, ուրեմն այդ նիստի մասին որ խոսում են 24 թվականի որ Անդրանիկին։ Փակ նիստը որ եղել է այն։ Հա, սահմանազատման Եթե չեմ սխալվում, այս այդ նիստի, ուրեմն հիմնական զեկուցողն եմ եղել, որովհետև նա մեր պահանջով է արել։ Մենք զեկուցեցինք, մեր հարցերը ներկայացրեցինք, եկավ մեր Գրիգորյանը, հարցերին իբրև թե պատասխանեց, իրականում ասեց խոսքերը, որոնք մեր հարցերի հետ որևէ կապ չունեին, եւ հետո որ մենք դուրս եկանք, բոլորը շատ զայրացած էինք, որ իբրև թե այսինչ դերասանություն է, էլի փակ նիստ տվյալներ կտանք, ոչի բան չասեցին։ Այն ինչ որ իրանք ասել էին, այդ բոլորը մամուլում կար։ Սահմանազատման հետ կապված։ Սահմանազատման հետ կապված, այո։ Հիմա ես չգիտեմ ինչ են Անդրանիկ Թևանյանին մեղադրում, մեղսագրում, ինչ տեղեկություններ է ինքը վաճառել ռուսական կողմը։ Բայց նա ներկա չի եղել, հաստատորեն փոխանցել է որևէ։ Հա, բայց իրան ինչ են փոխանցել, որ ինքը ինչ փոխանցել ռուսական կողմին, բայց դա եթե $622,000 Անդրանիկ Թևանյանը վաճառել է, ուրեմն ինքը աշխարհի ամենալավ բիզնեսմենն է, որովհետև կրկնում եմ, այդ փակ նիստի ժամանակ որևէ տեղեկություն չի տրվել։ Դրա մասին խոսել եմ 24-ին, խոսել եմ 25-ին, խոսեմ 26-ին։ Այս բոլորը դիմությանը տրվում է այդպիսի փակ գաղտնի տեղեկատվություն։ Երբևէ եղել է վերջին տարիներին, ես նույն մեր Գրիգորյանին հարցում էի ուղարկել, ասում էի Նիկոլ Փաշինյանը դոշ էր ծեծում, ասում էր սահմանազատումը պետք է լինի 70, կարող է եւ պետք է լինի 75 թվականի քարտեզների հիման վրա։ Այդ քարտեզները ինչ են դուրս մնացել, թե սահմանազատման կանոնադրությունից, ու ընդհանրակարգից, թե այս վերջերս որ Շահին Մուստաֆայով եկավ, իրանք պայմանավորվեցին սահմանների մշակման, սահմանների ստեղծման մասին։ Ու սահմանային քարտեզներ էլի սահմանները։ Սահմանային քարտեզը ստեղծվել է։ Դուք եք ասում որ գենշտաբինը կա, հիմա ինչ եք նոր սահմաններ ստեղծում։
Ծամոնը նուսանում Այսինքն այդպիսի հարցեր են քննարկել եւ ինչ որ գաղտնի Չէ, ես չեմ ասում այդպիսի հարցեր են քննարկել, ասում եմ Գրիգորյանին ժամանակին հիմա չգիտեմ կա թե չկա, չէ՞, կար օրինակ ժուրնալիստների տալիս են ոսկի բանալի եւ ժանգոտ կողպեք, չէ՞։ Դոյդան Շուշանենք են ինֆորմացիա ազատության կենտրոն է թե չեմ ասում։ Ես որտեղ ոսկի բանալի ստացել եմ։ Ես կարծեմ, օրինակ, եթե իմ խոսքը ձեր համար նշանակություն ունի ժուրնալիստների համար, դա պետք է գնա մեր Գրիգորյան։ Այս հարցը։ Ընդհանրապես տեղեկություն տրամադրելու հարցը։ Եվ հիմա վեր գնալ ասել, որ Թևանյան հանդանիքը շպիոն է եղել եւ այնքան թանկ բան է եղել, որ $622,000 կարողացել է ծախի, կրկնում եմ, այդ տղան պետքա չգիտեմ, պետքա լինի sense Անդրանիկ Թևանյան, Ջեֆ Բեզոս, Բիլ Գեյթս, Ուորեն Բաֆեթ, հետո ելով կա։ Ու Ջեքման նույնիսկ չի մտնում էլի այդ բանի մեջ։ Այդ աստղաբույլի մեջ։ Եվ նաև Փաշինյանի բառապաշարին անդրադառնանք, ինչ բացատրություն։ Դա նողկալի է, եթե ես ինձ թույլ տամ։ Եվ նա սպառնալիքներ, եթե ես ունեզրկելու է, կզսնելու։ Ուզես սատկացնել եմ, ասկան եթե ես հիմա օգտագործեմ այդ բառապաշարի 10%-ը, ես չեմ ասցնի դրանը մոտենա, չեմ ասցնի։ Ձերբակալեն սպառնալիք, չգիտեմ, պետական եղաշրջում, սպանության փորձ, ինչ ասես։ Բայց իրա վրա սենց հանգիստ գնում է։ Եվ շատ արդեն ես բառ չեմ կարողանում գտնեմ, օրինակ որոշ միջազգային դիտորդական կազմակերպությունների այդ միջանկյալ հաշվետվություններ, մարդկանց հետ հանդիպում ենք, խոսում ենք, բացատրում ենք, սենց բառը ասա։ Եվ ինչ արձագանք կա։ Դե տեսնում եք հայտաբանը, օրինակ ՀՀԿ խորհրդանական վարժողովի տարածած հայտարարություն։ Բառացի կանգնել եմ ես ինքս ասել եմ, սենց բանա ասել եմ մարդուն ում արածի համար մաքսիմում հասնում է 100,000 դրամի տուգանք վարչական պատասխանատվություն տալ են հոգեբուժանում ընդ գիշերը կախվելն է։ Հեչ, ոչ հիմա։ Ու ես իրան էլ ասեցի ես ՀՀԿ օդիր բասկան շմիգի դիտորդ եղել եմ միջազգային։ Ես գիտեմ ոնց է այդ թուղթը գրվում։ Բայց եթե դուք ուզում եք որ գոնե մի քիչ վստահություն մնա ձեր հանդեպ, մարդ եղեք եւ նորմալ բան գրեք։ Կրկնում եմ, ես եղել եմ, ես գիտեմ։ Ինչպես տարբեր դիտորդներ, տարբեր երկրներում նույն կիրակի օր անցկացված ընտրություններում նույնանման խախտումներ են բացահայտել, բայց ՀՀԿ ժմիգ դիտորդները Ղրղստանի ընտրությունները հայտարարել են, որ ժողովրդավարական առաջընթաց է, իսկ Տաջիկստանին հայտարարել են, որ խայտարակություն է եղել։ Կրկնում եմ, համեմատել ենք։ Եվ այս լռությունը ինչու է պայմանավորված։ Լռություն չի է։ Աջակցությունը։ Աջակցությունը։ Որ ամեն գնով Փաշինյանը ընտրվի, վերընտրվի։ Վերարտադրվի։ Եվ իդեպ Փաշինյանը այսօր ասում է ժողովուրդյան ինձ մանդատ տվեք եւ ես վերջնականապես արմատախիլ կանեմ 3 մաֆիոզների գլուխները նրանց լրտեսության համար կկալանավորեմ։ Այսինքն ինքը 8 տարի այդ մանդատը ուներ, է։ Գիտեք այդ մաֆիոզներ բառը երբ ոնց շրջանառվեց, ինքը ասեց Ադրբեջանից բենզին եկավ, Հայաստանի մաֆիայի դեմ պայքարեցին։ Ես խոսեցի, ասեցի, ինչպես է եղել, երբ կառավարության ծրագիրներ քննարկվում։ Ինքը այդ հարցին չանդրադարձավ։ Հետո գալիս է գլխավոր դատախազը։ Ես ասում եմ Նիկոլ Փաշինյանը սենց հայտարարություն է արել։ Ես գլխավոր դատախազը, ով Նիկոլ Փաշինյանի նախկին օգնականն է, այսինքն քաղաքական մարդ։ Ասում եմ դուք ուզում եք կինոյի սցենար։ Ասում չէ կինոյի սցենար չեմ ուզում։ Մարդը խոսել է մաֆիայի մասին։ Ինքն ասում է. այո, շուկայում կան չարաշահումներ, կա եւ այլն եւ այլն։ Հիմա ես հետո վերջում խոսեմ, ասում, եթե Ադրբեջանից բենզինը չգար, այդ չարաշահումների դեմ չէիք պայքարելու։ Հիմա էլ սկսել է մաֆիա։ Դեք մի հատ դեպք հիշեցի։ Իմ համադասարանցիներից մեկը իր ավանականներ մեր սովորում տայել էին դատական նիստ լսելու, ինչ որ մի հատ հովիվ էին դատում, որը սարերում իրան անառակ է պահել, երբ էս հովիվին դատեցին, սա գոռում էր Սաղաթ Ալիևի մայֆան եք։ Հիմա Նիկոլ Փաշինյանն։ Սա Սաղաթ մայֆա եք։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցում է ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։